վստահաբար պնդում եմ, որ Ալիևի ագրեսիվ օրակարգերի ճանապարհին Վաշինգտոնի հռչակագիրը ոչ միայն խոչը դոտ չէ, այլ նույնիսկ լուրջ կայունացնող գործոն լինել չի կարող։ Պետք է հստակ պատկերացնել, որ Վաշինգտոնում ըստ էության հայ-ադրբեջանական կարգավորում տեղի չի ունեցել։ Հիշում եք երևի Եգիպտոսում անցկացված գագաթնաժողովի ժամանակ Թրամփը պտտվեց և մատով ցույց տալով Ալիևին ասեց, որ հենց այս մարդու համար է գնացել Վաշինգտոնյան հռչակագրի ստորագրմանը, այսինքն ասելով հայ-ադրբեջանական հակամարտություն, Թրամփը առաջին հերթին նկատի ունի Ադրբեջանին։ Վաշինգտոնում տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Ադրբեջանի համաձայնություն, որտեղ Նիկոլ Փաշինյանը կամ Հայաստանը կատարել են դեկորատիվ, բուտաֆորիկ դերակատարություն։